Պարոն Գրիգորյան, լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, օրվա խորհրդին կխնդրեմ անդրադառնալ, ինչ խորհուրդ ունի այն եւ ինչ դասեր ենք մենք քաղել մինչ այժմ եւ ինչ պիտի քաղենք սրանից հետո։ Նախ ես կասեի, որ օրվա խորհուրդը նույնն է եւ ընդհանրապես ինձ համար իմ ընդհանուր կյանքը ապրել եմ այդպես, որովհետեւ ես արժանի լինեմ մեր նահատակված մեր սուրբ նահատակների այդ իրենց անձնազոհությանը եւ թափած արյանը, որովհետեւ մեր ինքնությունը պահենք։ Եվ այսօր ուղղակի ապրիլի 24-ին այդպես եմ ես ընկալում, որ այդ ամեն մեկից անձնական աղոթքները եւ երթումը այդպես հավաքական պետք է լինի եւ այսօր մենք բոլորս այստեղ ենք, որովհետեւ մենք մեր հավաքական երթումը տանք չմոռանալու, չուրանալու եւ նաեւ պայքարելու մեր եւ ազգային եւ պետական իրավունքների համար։ Չգիտեմ, ոչ մի բան չի փոխվել եւ ես կարծում եմ, որ մեր ժողովրդի մեջ էլ ոչ մի բան չի փոխվելու, քանի դեռ մեր հայոց ցեղասպանությունից դեռ չի իրականացվել, դա մեզ համար չէ, դա ամբողջ մարդկության համար է պետք, որովհետեւ այլևս չկրկնվի նման երևույթ։ Այսօր մենք շարունակում ենք պահանջատեր լինել, բայց սրան զուգահեռ պետական մակարդակով Նիկոլ Փաշինյանն է նշում, որ դեռ պետք է խորապես ուսումնասիրել, հասկանալու համար ինչ է տեղի ունեցել ու այսպես ուրացման ժխտողական քաղաքականություն է վարվում։ Ձեզ համար սա ընդունելի է եւ արդյոք ինչ վտանգներ է այն իր մեջ պարունակում։ Բնականաբար ոչ մի տեսակի քաղաքականություն, ուրացման, մոռացման կամ կասկածի տակ դնելու հայոց ցեղասպանության եղելությունը ինձ համար անընդունելի է։ Յուրաքանչյուր երևույթ եւ ես պիտի ասեմ, որ մի կողմ թողնենք ամեն ինչ, թե քաղաքականությունը, թե իրավական խնդիրները եւ այլն, բա այս մեր հոգիների դեմ, հոգիների առաջ մենք ինչ ենք պատասխանելու։ Այն հոգիները, որոնք որ այսօր այսպես թեվացում են այստեղ, 1.5 միլիոն հայ կոտորվեց միայն դրա համար, որ հայ են։ Այսինքն սա նույնիսկ թուրքերն են ճանաչում, այդ ամեն ինչը ուղղակի չեն բարձրաձայնում։ Դրա համար յուրաքանչյուր նման երևույթ, նման քաղաքականություն, որը տանում է դեպի ուրացման կամ կասկածանքի տակ դնելու, իմիջիայլոց տարիներ առաջ հենց այդ նույն նախադասությունները, թե պետք է տեսնենք ինչ է, ինչոց է, սա թուրքերի կողմից օրագարկ էր, որ մտցվեց եւ այսօր այստեղ դժբախտաբար նույն բանը արտահայտում են պետական այրերը, իշխանությունը, որը որ անընդունելի է ինձ համար։ Եվ ինչի մասին է դա խոսում, ինչ նպատակով է այդ ժխտողական քաղաքականությունը վարվում։ Ես իրականում չեմ կարող պատկերացնել որևէ հայ ինքը այդ ժխտողական քաղաքականությունը առաջ տանի։ Նպատակը դրա համար ես չեմ կարող հասկանալ, որովհետև էլի եմ ասում, սա մարդկության համար է պետք։ Սա իրողություն է, որ դասնյակ պետություններ արդեն ընդունել են եւ դա իրականություն է, որ եղել։ Ես ինչի համար եմ ծնվել օտար երկրում եւ իմ նման միլիոնավոր հայ ընտանիքներ այսօր դրսում են ապրում։ Ինչի համար, սա փաստ է, որ ես իմ գամքով չեմ ծնվել Սիրիայի Ղամիշլի քաղաքում։ Ես մարաշցի եւ սասունցի ծնողների զավակ եմ։ Բայց սա ինչ կասկածանքի տակ է դրվում այս ամեն ինչը։ Ձեր ծնողների հուշերից կկիսվեք մեզ հետ, ինչ են պատմել, ինչ են ասել։ Իմ ծնողները չէ, բայց իմ մեծ հայրիկը, որը իր անունը Արսեն էր, ինքը Մարաշից հազիվ մազապուրց եղած, պատմում էր, թե հատկապես վերջին ժամանակները, երբ որ ինքը արդեն անգողնային հիվանդ էր, անընդհատ այդպես քաոսի մեջ էր, անընդհատ ասում գելդելար, թուրքերեն նշանակում եկան եւ այդ ամեն ինչը, այսինքն ինքը պատմում էր, թե ոնց էր ինքը կարողացել հազիվ եւ այդ արյան գետերի մասին եւ իրականություն պատմել է ինձ եւ այդ ամեն ինչով ես
Ես չեմ կարող մոռանալ այդ ամեն ինչը։ Եվ ես չեմ կարծում յուրաքանչյուր հայ, որևէ հայ կարող է կամ իրավունք ունի մոռանալու կամ ուրանալու։ Սա նորից եմ ասում, սա աշխարհի համար է, աշխարհում արդարության համար է, մարդկության համար է, որովհետեւ այլևս չկրկնվի նման բան։ Եվ թուրքերը պետք է ընդունեն այս ամեն ինչը, որ իրենց նախնիները նման ոճրագործություն, ցեղասպանություն են իրականացրել մեր հանդեպ։